Ես ձեզ ավելին ասեմ, մեր իշխանության ժամանակ նման համակարգով օտարված գույք մենք վերադարձրել ենք նույն համայնքային շահի պաշտպանության եւ քրեական գործի շրջանակում մեր կառավարության օրոք մեր պաշտոնյայի կողմից կայացրած որոշմամբ նմանատիպ մի գործարք մենք վերացրել ենք, կարող է դրա արդյունքում նույնիսկ այդ համայնքում, այդ թվում դրա արդյունքում այդ համայնքում ընտրությունները պարտվել ենք, բայց կապ չունի, սկզբունքը դրված է, չի կարող, մերոնք ձերոնք չկան, կա գույք, կա պետական գույք եւ կա օրինական գույք եւ կա ապօրինի գույք, կապ չունի։ Եվ այս սկզբունքային ճանապարհը մենք շարունակելու ենք, եւ ուրիշ տարբերակ չկա։ Ես ուզում եմ ասեմ, այո, իհարկե քաղաքական կոմպոնենտ կա, ու քաղաքական կոմպոնենտն այն չի, որ մենք ինչ որ մեկի դες թշնամացած ենք ուզում, քաղաքական կոմպոնենտն է նա, որ մենք մարդկանց առաջ ստանձնել ենք պարտավորություններ, բայց մյուս կողմից տեսեք հիմա համադրական դատարանը որոշում է կայացրել, իրավական համակարգ է ստեղծել, հա ինչ որ հայցերից դատախազությունը կհրաժարվի եւ կառավարությունն չի առարկում, որովհետեւ եթե մեր սկզբունքը լիներ բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչը վերցնել, այսքան չենք չարչարվի, ժողովուրդ ջան։ Այսքան չենք չարչարվի, այսքան օրենքի նախագիծ, փոփոխություն, նոր օրենք, նոր դատարան, նոր համակարգ, համադրական դատարանի որոշում եւ այլն, եվրոպական դատարանի, հենա կգնայինք կվերցնենք, բայց 10 անգամ դրան անդրադարձել ենք։ Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք, որովհետև դա իրավակարգի եւ պետության կորուստ կլինի։